30 աստիճան ցելսիուսով գիշերներ, 45 աստիճան տապով ցերեկներ, հալվող լուսացույցներ ու կամուրջներից գետերը ցատկող մարդիկ։ Հենց այսպիսի օրեր է ապրում Եվրոպան։ Արդեն 10 օրից ավելի է Եվրոպայի մեծ մասը ջերմային ուժեղ ալիքի հարվածի տակ է։ Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան, Չեխիա, Հունգարիա։ Այս երկրներում հունիսին սահմանվել են նոր ջերմային ռեկորդներ։ Միլիոնավոր մարդիկ նախազգուշացման կարմիր գոտում են։ Եվրոպացիները գիշերում են լողափերում, մետրոյի կայարաններում ու զբոսայգիներում։ Բնակարաններում քնելը գրեթե անհնար է։ Որոշ քաղաքներում փակվել են դպրոցներ ու թանգարաններ, կանգ են առել գնացքները։ Բայց ամենածանր հարվածը ստացել է Ֆրանսիան։ Երկրի առողջապահական ծառայության նախնական տվյալներով միայն հունիսի 24-ից 26-ն ընկած հատվածում գրանցվել է շուրջ 1000 մահ, շոկին չդիմանալու պատճառով։ Մահացածների 85%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են, իսկ տներում մահերի թիվը սովորականից աճել է մոտ 40%-ով։ Հիվանդանոցներն ու դիահերձարանները ծանրաբեռնված են։ Ինձ զանգում են օր ու գիշեր, օրական մոտ 100 զանգ եմ ստանում մարդկանցից, որոնք ուզում են իրենց ընտանիքի անդամների մարմինները բերել։ Ստիպված մերժում եմ նրանց, որովհետև իսկապես տեղ չունենք։ Սա եվրոպացիներին հիշեցրել է 2003 թվականի ամառը։ Այն ժամանակ Եվրոպան ապրեց պատմության ամենամահաբեր շոկերից մեկը։ Ամբողջ աշխարհամասում շոկը խլեց մոտ 70,000 մարդու կյանք, որոնցից միայն Ֆրանսիայում գրեթե 15,000-ը։ Այդ ժամանակ շատերը մահանում էին սեփական բնակարաններում։ Գիշերվա ժամը 2-ն է, Փարիզում 31 աստիճան, Մադրիդում 33, իսկ կեսօրին նույն քաղաքներում ջերմաչափը հատում է 40-ի սահմանը։ 2003 թվականի շոկից հետո Եվրոպան ստեղծել է վաղ նախազգուշացման համակարգեր, հովացման կենտրոններ, բնակչության իրազեկման ծրագրեր։ Բայց 23 տարի անց մայրցամաքը կրկին հաշվում է տապի զոհերին։ Սեդա Գեղամ Ղազարյան, ABC Media։